Բարի գալուստ մեր ալիք, ողջունում ենք ձեզ մեր ալիքում և առաջարկում բաժանորդագրվել, չմոռանաք իհարկե տեսանյութի վերջում անպայման գրել ձեր կարծիքը։ Նա աշխարհի առաջ հպարտությամբ կանգնած տղամարդ էր, մեծահարուստ, որի անունը հնչում էր ամենուր։ Նրա ձեռքերում մեծ գործարաններ կային, բանկեր, շքեղ առանձնատներ, քաղաքական կապեր, բայց նրա կյանքի ամենամեծ գաղտնիքը թաքնված էր նրանից ամենահեռու մի մանկատան փակ դռների հետևում։ Անահիտի ձայնը դողում էր, երբ ծննդաբերությունից հետո որդուն իր գիրկն առավ, բայց երջանկությունը կարճ տևեց։ Բժիշկները լուռ նայեցին միմյանց, հետո նրա ամուսնուն Արամին։ Ձեր որդին չի լսում և ցավոք չի խոսի։ Արամը քարացավ։ Նրա երազանքների ժառանգը խուլ ու համր, նրա առջև փլվեց կատարյալ ժառանգորդի պատկերը։ Նա դուրս եկավ ծննդատնից առանց որդու դեմքին նայելու։ Երբ տուն հասան, Արամը հայտարարեց. «Մենք նրան չենք պահելու, նա չի կարող իմ անունը շարունակել»։ Անահիտը լաց էր լինում, գիշերները գրկելով որդու հագուստները, բայց Արամն անսասան էր։ 3 ամսական հասակում Դավիթը տեղափոխվեց մի մանկատուն, հատուկ խնամքի կարիք ունեցող երեխաների համար։ Դավիթը չէր լսում ու չէր խոսում, բայց նրա աչքերում մաքրություն կար, որ գրավում էր բոլորին։ Նա մեծանում էր լուռ, բայց ներսում աղմկալի մի աշխարհ էր ծաղկում։ Նա սկսեց նկարել իր հոգու խոսքերը թղթի վրա տեղափոխելով։ Նա հաճախ էր նստում պատուհանի մոտ, նայելով դրսի աշխարհին։ Միշտ նույն երազանքն ուներ, որ մի օր իր հայրը կգա։ Նրա նկարներում ամեն ինչ կար՝ մայր, ծառեր, արև, շուն, ծով, բայց միշտ մի բան էր պակաս՝ հոր ձեռքը, որից տղան կախված էր մնացել։ Անահիտը որդուն երբեք չէր մոռացել։ Նա գաղտնի այցելում էր մանկատուն նրան հեռվից տեսնելու համար։ Արամը արգելել էր մոտենալ։ Բայց մի օր, երբ Դավիթը 10 տարեկան էր, նա տեսավ մի կնոջ, ով հեռվից նայում էր իր նկարած կտավներին։ Աչքերը ծանոթ թվացին, սիրտը թրթռաց։ Նա ժպտաց, չիմանալով, թե այդ կինն իր մայրն էր։ Անահիտը արցունքներն աչքերին հեռացավ, որպեսզի որդին չզգա իր սերը, որից այդքան զրկված էր եղել։ Դավիթն արդեն 17 տարեկան էր։ Նրա ուսուցիչներից մեկը, տիկին Մարիան, տեսել էր նրա տաղանդն ու որոշել էր նրա նկարներից մի քանիսը ներկայացնել երիտասարդ նկարիչների ցուցահանդեսին։ Նկարներից մեկը հուզել էր բոլորին։ Այնտեղ մի տղա էր, որը կանգնած էր մութ փողոցում, ձեռքը պարզած դեպի մի տղամարդ, ով քայլում էր հեռու։ Նկարի անունը «Լուռ սպասում»։ Երբ ցուցահանդես այցելեց Արամը զուտ գործընկերոջ հրավերով, նա քարացավ այդ նկարի առաջ։ Այդ աչքերը, այդ ձեռքերը, այդ լռությունը։ Նա զգաց ինչ-որ բան, որ չէր կարող բացատրել։ «Ո՞վ է նկարիչը», հարցրեց նա։ «Մի երիտասարդ, խուլ ու համր է, Դավիթ է անունը»։ Արամի սիրտը մի պահ կանգ առավ։ Նա հասկացավ ճշմարտությունը։ Նա նայեց իր կողքին կանգնած մարդկանց, բայց մի պահ այլևս ոչ ոք կարևոր չէր։ Այդ պահին աշխարհը կանգ էր առել հանուն մի բանի, հանուն իր որդու։ Արամը ժամերով նստեց մեքենայում, մտածելով ինչպես մոտենալ որդուն, ինչպես նայել նրա աչքերին, որ տարիներ շարունակ սպասել էին։ Վերջապես մտավ կենտրոն։ Դավիթը նստած էր մենակ, նկարում էր։ Երբ նա տեսավ իր առաջ կանգնած տղամարդուն, մի պահ շփոթվեց։ Նա չէր հասկանում, թե ինչպես պետք է ներողություն խնդրի իր որդուց։ Նա ձեռքն առավ տարիներ առաջ պահված նկարը Դավիթի նորածին ժամանակ։ Աչքերը լցվել էին արցունքներով։ Տարիներ շարունակ նա փորձել էր մոռանալ, խեղդել խղճի ձայնը բիզնեսի աղմուկում, բայց այդ լռությունը, որդու լռությունը շատ ավելի ուժեղ էր, քան ամեն մի բառ։ Նա որոշեց վերջապես գնալ մանկատուն, առանց պլանի, ուղղակի տեսնել որդուն, թեկուզ հեռվից։ Դավիթը մանկատան բակում էր, գլուխը կռացած էր, նոր նկարի վրա էր աշխատում։ Երբ մոտեցավ մի տղամարդ տարօրինակ հայացքով, Դավիթը հանկարծ ոտքի վեր ելավ։ Աչքերը հանդիպեցին Արամի աչքերին, երկուսն էլ ուղղակի քարացան։ Արամը լուռ մոտեցավ, նրա ձեռքում նկարն էր, Դավիթի նկարը, «Լուռ սպասում»։ Դավիթը հասկացավ, նրա մեջ կարծես մի աշխարհ պայթեց։ Նա զգաց. սա նա է, հայրը, որի ձեռքերը նկարել էր այսքան տարիներ։ Արամը չկարողացավ խոսել, Դավիթը չկարողացավ լսել, բայց նրանց հայացքներն ասեցին ամեն ինչ։ Հայրն ընկավ ծնկների վրա, հենց մանկատան բակում։
Ձեռքը դրեց սրտին, հետո Դավիթի ուսին։ Դավիթը նայեց նրան թաց աչքերով։ Նա մեկնեց իր մատը դեպի իր սրտի վրա, հետո ցույց տվեց հորը, նշանով ասելով. «Ես քեզ սիրում եմ, միշտ, ու սիրել եմ»։ Արամը չկարողացավ պահել արցունքները, նա գրկեց որդուն առաջին անգամ։ Երկու մարմիններ, որոնք տարիներ շարունակ տարանջատված էին լռությամբ, հիմա միաձուլվեցին։ Դավիթը տեղափոխվեց հոր տուն։ Սկզբում լուռ էին, բայց հետո սկսեցին շփվել նշաններով, ժեստերով, նկարներով, երաժշտությամբ։ Արամը սովորեց ազդանշանների լեզուն։ Նրանք սկսեցին միասին նկարել, միասին ճաշ պատրաստել, միասին դիտել արևածագերը։ Մի օր Արամը Դավիթին տարավ մի մեծ սրահ, որտեղ կազմակերպել էր նրա անհատական ցուցահանդեսը, անունը «Լռության գույնը»։ Նկարը, որը դրված էր ցուցասրահի կենտրոնում, կոչվում էր «Ներում»։ Այնտեղ հայրը գրկել էր որդուն երկնքի տակ ու լուռ։ Լրատվամիջոցները գրում էին, մարդիկ հուզվում էին, բայց Արամն ու Դավիթը ապրում էին մի աշխարհում, որտեղ հարստությունը չափվում էր ոչ թե բանկային հաշիվներով, այլ գրկախառնությամբ, վստահությամբ ու սիրով։ Եվ երբ լրագրողները հարցրին Արամին, ինչպես եք գնահատում ձեր կյանքը հիմա, նա ժպտաց ու պատասխանեց. «Ես ամեն ինչ ունեի, բայց ոչինչ չէի զգում»։ Մի օր Դավիթը գտավ գզրոցում մի ծրար, մոռացված, փոշոտ, բայց իր անունը գրված էր վերևում, հոր ձեռագրով։ Երբ բացեց, ներսում նամակ կար։ Նամակը գրված էր տարիներ առաջ, երբ Արամը սկսել էր հասկանալ իր սխալը, բայց դեռ չէր համարձակվում դիմել որդուն։ Նամակում գրված էր. «Դավիթ ջան, գիտեմ, որ երբևէ կկարդաս սա։ Գուցե ուշ կլինի, գուցե չհասկանաս, բայց սա է իմ ճշմարտությունը։ Ես վախեցել եմ քո լռությունից, որովհետև այն ինձ ստիպել է լսել իմ խիղճը։ Քո աչքերում ես ինձ եմ տեսել, մեղավոր, անհասանելի։ Բայց ամեն գիշեր աղոթել եմ, որ դու լինես ուժեղ, որ լռությունդ չդառնա լռեցում։ Ես քեզ սիրում եմ, ներիր ինձ, եթե երբևէ գտնես սիրտդ բացելու»։ Դավիթը փակեց նամակը, նա այլևս լաց չէր լինում։ Նա գրկեց նամակը, ապա վազեց հոր մոտ, նրանց միջև բառեր պետք չէր։ Դավիթի ցուցահանդեսները հայտնի դարձան աշխարհով մեկ, նրա նկարները ոչ միայն գույներով էին, այլ լռության ձայնով։ Նա բացեց արվեստի դպրոց երեխաների համար, ովքեր ունեին լսողության խնդիրներ, նրա դպրոցում երաժշտությունն ու նկարչությունն էին ուսուցանվում նոր մեթոդներով։ Արամն այնտեղ կամավոր էր, նա անցավ բիզնեսը ուրիշներին և սկսեց նվիրվել իր ամբողջ ժամանակը որդուն ու այդ երեխաներին։ Երբ Դավիթին հարցրին, ինչ կասեք ձեր անցյալի մասին, նա ժպտաց, վերցրեց թուղթն ու գրեց. «Ամեն մարդ կարող է սխալվել, բայց եթե սերը հաղթի ամոթին, կարող է ամեն ինչ փոխվել»։ Տարիներ անց Դավիթը նկարեց իր ամենամեծ կտավը, այն կոչվում էր «Լռության հաղթանակը»։ Նկարում ծեր մարդ և երիտասարդ տղա նստած էին ծառի տակ։ Տղան գրկում է հոր ուսը, երկինքը լցված է տաք լույսով, մի անկյունում գրություն կար. «Սերը երբ անգամ չես լսում, բայց զգում ես, ամենից բարձրն է»։ Այս պատմությունը դարձավ գիրք, դարձավ վավերագրական ֆիլմ ու դարձավ կյանքի փոխման շարժիչ ուժը։ Արամն էլ չէր ամաչում, նա հպարտ էր։ Գրեք արդյոք, ձեզ դուր եկավ պատմությունը։